ԲՀԿ-ն մեկ ուղում անցավ ազգային ժողով, Բարգավաճ Հայաստանից գողացան ազգային ժողով լինելու իրավունքը, բայց նույնիսկ Բարգավաճ Հայաստանի մեջ չի խնդիրը, այլ 60,000 քաղաքացիների շուրջ, որոնց ընտրական իրավունքի գռեհիկ ոտնահարում է տեղի ունեցել։ Սա մեկ, երկրորդը ես 95 թվականից ընտրական պրոցեսներին քաջածանոթ մարդ եմ, 96 թվից Սահմանադրական դատարան վիճարկումներ ա եղել, գրեթե բոլոր ընտրությունների հետ կապված։ Իհարկե նման մասշտաբի վիճարկում աննախադեպ է, երբեք չի եղել, որովհետև հիմա դուք գիտեք, որ տարբեր սեգմենտների 7 ուժեր բողոքարկել են, եւս 3-ը չեն բողոքարկել, բայց ընտրությունները լեգիտիմ չեն համարում, ՀԱԿ, Լուսավոր Հայաստան, ԱԺԲ։ Այսինքն սա խոսում ընտրական ինստիտուտների նկատմամբ տոտալ անվստահության մասին։ Իրավական բոլոր հիմքերը կան, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու նրա անդամները Վահագն Հովհակիմյան չդառնան։ Բայց ես իհարկե չեմ հավատում, որ Սահմանադրական դատարանը, ասում եմ, չեմ հավատում, որ չեն դառնա Վահագն Հովհակիմյան կամ Նիկոլ Փաշինյան։ Դրա համար մի անգամ է Սահմանադրական դատարանը մի փոքր շեղում թույլ տվել իրան մեր պատմության մեջ 2003 թվականի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո ՍԴ-ն թեև մերժեց ընդդիմության հայցը, բայց որոշեց, որ մի տարի հետո իշխանությունները վստահության հանրակրվետ տյանեն։ Այդ մի տարին էլ քիթներիցս եկավ, այդ լղոզված ձևակերպման պատճառով բախումներ եղան, օրինակ ես էլ կալանավորվեցի մի քանի ամսով եւ այլն։ Ես լավատես չեմ, հույսեր չունեմ։ Ես ավելի շատ հակված եմ ենթադրել, որ այսինն էլ այն 7-ի պես հանցագործներ կդառնան հանուն Նիկոլ Փաշինյանի։ Այդ դեպքում քաղաքական ուժերը ինչու իրենց քաղաքական պայքարի առանցքը տեղափոխեցին Սահմանադրական դատարան։ Իրավական գործիքակազմա, դե ամբողջ օգտագործենք, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից չի էլ բացառվում, որ վիճարկումներ լինեն նաև մարդու իրավունքների կատարվածքով եվրոպական նացիաներից, դրա համար պետք է սպառել ամբողջ զինանոցը։ Սա մեկ։ Երկրորդը անկախ նրանից ՍԴ-ն բավարարելու է թե չէ, մենք լրիվ օրինական եւ իրավական հիմքերով դիմել ենք ՍԴ։ Մենք դիեն կանխավարկածով չառաջնորդվենք, որ իրենք բավարարելու են թե ոչ։ Շանս է այս մարդկանց համար կամ իրավունքի օրենքի դաշտում կդառնան կամ Նիկոլ Փաշինյանի գրպանի տուզիկները կդառնան։ Հիմա իրանց ընտրությունն է, ինչ ընտրություն ուզում են թողնել մեծ հաշվով։ Ընդդիմությունը վախենում է իշխանությունից, որ փողոց դուրս չի գալիս, թե վախենում է, որ մարդիկ չեն հավաքվի։ Ինչ է նշանակում իշխանությունից վախենալ։ Որ տանեն, ձերբակալեն, քրեական գործեր։ Գիտեք, առանց դուրս գալու էլ տանում են, ձերբակալում են, ունես զրկում են, ամեն ինչ էլ անում են։ Այսինքն եթե դրան նայես, մի հատ մարդու հետ գործ ունես, որ ինչքան հանգիստ մնաս, այնքան ավելի շատ է նստացնելու, ունես զրկելու, ամեն ինչ էլ անելու։ Գիտեք, հեղափոխական վիճակ չի երկրում, եկեք շատ անկեղծ լինենք, հիմա պետք չի էլի մենք մեզ պատրանքներ ստեղծենք, հետո այդ պատրանքներով ժողովրդին կերակրենք, հետո խաբենք ժողովրդին հիասթափեցնենք։ Երկրում հեղափոխական սցենար չի։ Իշխանությունը կարող է փոխվել 1-ից 1.5 տարվա կտրվածքով, հիմա ընդդիմությունը պետք է ստեղծի արդյունավետ համակարգեր այդ խնդիրը լուծելու համար։ Արմենիաց, որ նշում եք զինանոցը պետք է ըստ էության սպառել, չեք կարծում այդ զինանոցը սպառելու հետ մեկտեղ սպառվելու է նաև ժողովրդի էներգիան, որովհետև այլ բան է հենց ընտրությունների հաջորդ օրը կուտակված էներգիան, այլ բան է, որ 1 ամիս հետո կամ 2 ամիս հետո փողոցում ինչ-որ քաղաքական պայքար կենեռ։ Եթե հեղափոխական ընդդիմություն լիներ, օրինակ, գիշերը ժամը 2:20, ամսի 7-ի, փողոց կաներ ժողովրդի, որտեղ Նիկոլ Փաշինյանը գնացել էր իշխանության ուզուրպացիայի։ Այսինքն ԲՀԿ-ները հեղափոխ։ Ասում եմ, ընդհանրապես հիմա Հայաստանում հեղափոխական ընդդիմություն չկա, սա քննադատություն չի, փաստ է որ։ Բնույթով այս ընդդիմությունը փոփոխության ձգտում է, բայց հեղափոխական չի։ Ես եղել եմ ընդդիմադիր հարթակներում, որոնք իսկապես էլ ինչն է պատճառը, որ վերջի պահին զատնի են։ Զատնի չեն դնում։ Ես այդ գնահատականը այդ զատնի դնել, գազ տալ բան, այդ տերմինները ընդդիմության համար զատնի դնող չկա, որոնք էլ պայքարում են, եթե պայքար չլներ, այս հետապնդումներն ու բաներն էլ չեր լինի։ Հետապնդումների համատեքստում էլի մի հատ նայեք, ասում եք արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։ Համակարգեր։ Հիմա արդյունավետ համակարգեր առանց այն անհատների, որոնք ի վիճակի են իրենց ռեսուրսները ներդնել։
Զոր օրինակ ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին փորձում են մեկուսացնել, կամ փորձում են մեկուսացնել այլ քաղաքական ուժերի ակտիվ դերակատարներ։ Ինչպես է հնարավոր Ես ձեր հարցի ենթատեքստը լրիվ հասկացա։ Ուրեմն հետ սովետական ավտորիտար տարածքներում, այս կարգի երկրներում, երբ խոշոր կապիտալի կրողները ձեռնոց են նետում իշխանությանը ու լավ են անում, որ ձեռնոց են նետում, պիտի պատրաստ լինեն տարբեր սցենարների։ Ուրեմն ստեղծված իրավիճակներում իմ հարգարժան հավաքընկերը պարոն Ծառուկյանը, մեր մյուս խոշոր սեփականատերը Սամվել Կարապետյանը մի հատ հստակ գիտակցում պիտի ունենան եւ ես կարծում եմ ունել այդ գիտակցումը, իրենք կամ պիտի ռեսուրսներ դրեն արդյունավետ համակարգեր ստեղծելու մեջ շատ արագ, կամ պիտի նկատի ունենան, որ եթե այդ չեն անում, ռեժիմը մեկը գրոհել է իրենց վրա միջև վերջ։ Այսինքն այդ հարցը իմ տիրույթում չի, բայց իմ պատասխանը հստակ ասում եմ։ Կամ իրանք պիտի ռեսուրս դնեն քաղաքականության մեջ եւ ասեն հաջողության, կամ էլ պիտի պատրաստ լինեն, որ այս ռեժիմը իր բարագլխով միջև վերջ գնալու է։ Պարոն Սուրենյան, նշում եք, որ երկրում հեղափոխական մթնոլորտ չէ, նաեւ նշում եք, որ ժողովուրդը հունիսի 7-ի գիշերը 2:20 պետք է դրսում լիներ։ Ասում եմ, եթե հեղափոխական առաջնորդներ, հեղափոխական առաջնորդ, այսինքն միայն հեղափոխական առաջնորդից էր կախված ձեր նախընտրական շրջանում թույլ տված սխալների չէ, որ ժողովրդի հետ չեք խոսել։ Բազմաթիվ սխալներ են կարել, ես մեր ժողովրդից ներողություն եմ խնդրում սխալների համար, անձամբ իմ եւ կարծում եմ ճիշտ կանի ամբողջ ընդդիմությունը։ Մենք անպիտան ենք եղել, եթե չենք կարող, այսինքն բավարար պիտանելություն չենք ունեցել, եթե այս իշխանությունը պահպանվում է։ Եվ իսկապես ընդդիմությունը խնդիր ունի անկեղծ կոմունիկացիայի միջոցով ժողովրդից նաև իր սխալների համար ներողություն խնդրի։ Կարող ենք չգիտենք, որ Նիկոլ Փաշինյանը մայր Տերեզա չի։ Նիկոլ Փաշինյանը պետք է աներեն ինչ-որ արել է։ Բնականաբար մենք բավարար չափով չենք կարողացել պատրաստ լինել համարժեք պատասխան իշխանությանը տալու, բայց այդ չի նշանակում պայքարը պետք է հիմա դադարեցվել։ Եթե պատրաստ չենք եղել, սխալներ ենք արել, անշուշտ ինչի համար պետք է ժողովրդին ռեղամտությունը հայցենք, հակառակ պարագայում հասարակությունը իրավունք ունենա մեր անկեղծությանը չհավատալու։ Պարոն Սուրենյան, ձեր թվարկած քայլերը հաջողության հասնելու համար ընդդիմության շրջանում խոսում եմ։ Ասում է Հերիկա։ Ընդդիմադիր ուժերի շրջանում քննարկումներ եղել են կամ նախատեսվում են ձեր նշած քայլերի շուրջ հաջողության հասնելու համար։ Ընդդիմության շրջանում ձեր թվարկած քայլերի շրջանում հաջողության հասնելու համար քննարկումներ եղել են կամ նախատեսվում են։ Միշտ էլ քննարկումներ լինում են, միշտ էլ համոզված եղեք, որ մենք արդյունավետ համակարգեր գտնել կարող ենք։